Բարեկալու Սիվիլներ, տաղավարում հյուրընկալել եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ պատգամավոր Լիլիթ Մինասյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը։ Տիկին Մինասյան, խոսելու ենք ձեզ հետ հոգևորականների ձերբակալության եւ դրան շուրջ նաեւ քաղաքական քննարկումների մասին, եւ այսպես համաձայն նախ դեռևս մենք խճճվում ենք թվերի մեջ, քանի հոգևորականներ ձերբակալվել, քանիսն են արդեն, չգիտեմ, քանիսին են արդեն կալանքի տարվել, բայց վերջին, այսպես ամենաթարմ տվյալներով խոսքը 12-13 հոգևորականների մասին էր Արագածոտնի թեմից եւ թեմի առաջնորդի մասին է։ Նրանց մի մասը արդեն հայտնի է, որ կալանավորվել են եւ դա տեղի է ունեցել մեկ մարդու, այսինքն մեկ հոգևորականի հայտարարության հիման վրա։ Նորմալ է, որ մեկ մարդու հանրային հայտարարության հիման վրա ձերբակալվում եւ կալանավորվում են մարդիկ, այսինքն հստակ ապացույցներ, այդ մարդը իսկապես այդ մարդու ասածները ապացուցահեն են, հիմնավոր են, կարելի է ապացուցել։ Մենք գրեթե այս բանը չենք տեսնում, բայց կան ձերբակալություններ, ինչ կարող եք ասել։ Հարցի ձևակերպումը մի փոքր կուզեի փոխեինք։ Նախ քանակը իրապես ես էլ տեղակ չեմ ու 12 ընդամենը ինչ որ գրառումներում եմ տեսել քննչական կոմիտեի հայտարարությունում 12 թիվը չկա։ Ինչ վերաբերվում է Մայրաթորի հայտարարություններ 12 ձեր հարցերին, ինչ վերաբերում է ձեր հարցերի պատասխանը պետք է տա քննությունը, ոչ թե ես։ Ես իրավասու չեմ անգամ տեղեկանամ արդյոք նախապես օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում որևէ ապացույցներ ձեռք է բերվել թե ոչ, արդյոք այդ ապացույցները բավարար են եղել, որպեսզի կալանքի միջնորդություն ներկայացվի դատարան, արդյոք հարցաքննվել են բացի այդ հոգևորականներից այլ մարդիկ, ովքեր որ կարող են ուղեկցող լինել այս հանցագործության հետ կապված։ Ես այդ ամենի մասին ոչ կարող եմ տեղեկ լինել, ոչ էլ իրավասու եմ, որ տեղեկ լինեմ։ Մեր խնդիրը մի փոքր այլ կողմից է գալիս։ Նախ մեկ մարդու հայտարարություն չի հանրայնում եւ գիտեք, որ նմանատիպ քաղաքական, ոչ քաղաքական հայտարարություններ շատ կարող են հնչել տարբեր եթերներից։ Այլ հասարակական կազմակերպության տված հաղորդման հիման վրա այդ մարդու հայտարարության հիման վրա բացվել է քրեական գործ եւ քրեական ուսումնասիրություն է տեղի ունեցել, արդյոք կան քրեական տարեր, դրանից հետո ուսումնասիրություն է տեղի ունեցել, արդյոք այդ քրեական տարերը բավարար են հանցանք համարվելու համար եւ իրապահ համակարգը աշխատել է։ Ստեղ տեղափոխվել մեկ այլ դաշտ, որը ամբողջ հանրությունը երեք քննարկում էր սոցիալական մեդիայում, ավելի շատ ընդդիմադիր մամուլը եւ ընդդիմությունը, մեղադրել կազմակերպությանը, հասարակական, քաղաքական կամ քաղաքահասարակության ներկայացուցիչին, որ դիմել է դատախազություն, եւ երկրորդը հուդա կարգել քահանային, ով արել է ազատ կարծիքի իրավունքը իրացրել է եւ չի ենթադրել անգամ, որ դա կարող է հետո քրեական հանցագործության կամ որևիցե այլ քրեական հետևանքներ ունենա այլ հոգևորականների համար։ Դուք իսկապես կարծում եք, որ եկեղեցի կառավարություն լարված գերլարված հարաբերությունների պայմաններում, երբ կան երկու arczepiskopos-ներ, որոնք կալանավորված են, մարդը անում է հայտարարություն եւ չգիտի այդ հայտարարության հետևանքները։ Ես չգիտեմ Տեր Արամը ինչ հետևանքների մասին ես լսել եմ իր վերջի տված հարցազրույցները, որ ինքը անգամ հարցաքննության չի ենթարկվել, չեմ կարող ասել։ Համենայն դեպս ասում եմ այն ինչ որ լսել եմ, էլի, փաստում եմ դա։ Եվ իմ խոսքը կուզեմ ավարտել հենց մատնանշելով այդ երկու հատվածը, մենք ուզում ենք հանդուրժող լինենք հանցագործությունների նկատմամբ կամ թիրախավորենք մարդկանց, ովքեր հանցագործության մասին հաղորդում են տալիս, զուգահեռաբար ամբողջ հանրությունը մտահոգվի կամ բարձրաձայնի մտահոգություններ, որ Հայաստանի Հանրապետությունում քրեական տարեր կան, եթե իրավապահ համակարգը չի աշխատում, եթե հայերեն լեզվով, որ այսօր Դանիելի գրառման մեջ բոլորը ծաղրանք էին գտել գործ տալու տրամաբանությունն է գործում, մենք գնում ենք մյուս կողմը, մենք շահագրգռում ենք եւ տուրք ենք տալիս քրեածին տարերին, որոնք որ Հայաստանի Հանրապետությունում օրենքով արգելված են եւ փորձում ենք ասել հարցերը պետք է լուծեք ոչ թե օրենքով, այսինքն հաղորդում տալով իրավապահ համակարգին, այլ պետք է լուծեք ռազմորկաներով։
Ես այս մոտեցմանը կտրականապես դեմ եմ եւ հորդորում եմ հանրությանը, որը որ պայքարել է եւ այս ամբողջ ընթացքում իր միանշանակ դիրքորոշումն է հայտնել, որ մենք անհանդուրժող ենք նմանատիպ խոսույթին, նմանատիպ վերաբերմունքին օրենքի նկատմամբ, պետք է հայտնեն իրենց դիրքորոշումը, որ չթիրախավորվեն մարդիկ, ովքեր ենթադրյալ հանցագործության մասին հաղորդում են տալիս դատախազություն։ Ձեր ասածը շատ տեղին կլիներ եւ շատ արդարացի կլիներ, եթե չլիներ մեդալի հակառակ կողմը, որը որոշներին առնվազն հուշում է, որ գործ ունենք ոչ թե արդարադատության, այլ ընտրովի արդարադատության հետ։ Տեսեք, մի կողմից կա 2021-ի վերաբերյալ Տեր Արամի հայտարարությունը, դրա հիման վրա տրված այսպես բողոքը կամ գրությունը հասարակական կազմակերպության կողմից դատախազություն եւ դրա հիման վրա արդեն գործողություններ 10-ից ավել հոգեվոր սպասավորների ձերբակալություն, կալանավորում եւ այլն, բայց մյուս կողմից կար համանման մի երևույթ, ամբողջությամբ չեմ համեմատի իրար իսկապես, որովհետեւ ցանկացած համեմատություն կաղում է, բայց այնուամենայնիվ կար Երևանի ավականու ընտրությունների ժամանակ ԿՊ տեխնացուի օգտին կազմակերպած հանրահավաքի ժամանակ հանրահավաքին ավտոբուսերով մարզերից Երևան այդ հանրահավաքին տեղափոխվել էին եւ տեղափոխվում էին մարդիկ բազմաթիվ են լրատվամիջոցների հետ զրույցները որ այդ մարդիկ եկել էին ու անգամ չգիտեին ինչի համար էին եկել եւ ինչի համար էին մասնակցում այդ հավաքին բազմաթիվ էին հրապարակումները բայց դրանց վերաբերյալ որևէ քրեական գործ այսինքն որը կունենար ինչ որ տրամաբանական հանգուցալուծում քաղաքացիական պայմանագրի նկատմամբ որևէ իրավական թիրախավորում եւ այլ տեղի չունեցավ։ Մի շատ կարեւոր նկատառում անեմ, այստեղ համեմատականի եզրը ինչի է անհամաչափ, որովհետեւ նա նյութապես շահագրգռելու մասին է խոսքը գնում կամ պաշտոնի դիրքից ելնելով պարտադրելու կամ հակադրելու, իսկ այստեղ մենք ես չեմ լսել համենայն դեպս տեղակ չեմ, որ որևիցե մեկը դատախազություն է դիմել այդ գործով ու ասել է այս մարդկանց պարտադրել են կամ նյութապես շահագրգռել են, որպեսզի հավաքին մասնակցեն։ Այդ մեկը հրապարակումների հետևից դատախազությունը պետք է գնա։ Ընդունում եմ, որ պետք է գնա, բայց ես չգիտեմ մի դեպք, որ դատախազությունը կանչած լինի այդ անձանցից, որքան քննչական է, կանչած լինի այդ անձանցից որևէ մեկին եւ հարցնի, ձեզ պարտադրաբար են բերել, թե ոչ։ Համաձայն եմ, բայց ձեր այդ երկրորդ ձեր թեզը հետեւյալն է։ Օրինակ ընդդիմության կամ ընդդիմադիր հայացքներով մարդկանց նկատմամբ իր ապահամակարգը աշխատում է, իշխանության նկատմամբ չի աշխատում։ Տենց այդ տրամաբանությունն է։ Յուրայիններին ամեն ինչ մյուսներին օրենք։ Հիմա եկեք հաշվենք 2018 թվականից ի վեր, քանի պաշտոնյա իշխանական պաշտոնյա քրեական գործով անցել։ Ինչև մա անցնում։ Ես չեմ հաշվել, չգիտեմ։ Տրամաբանությունը ոնց որ հակառակն է հուշում։ Հակառակը հիմնականում ասում են իշխանական падգամավորները կամ իշխանական նախարարները ավելի շատ են թիրախավորվում, քան են ամբողջ տեղի ունեցած այսքան ժամանակ, ինչ եղել է մեր պետությունում, բոլորս տեղակ ենք, այսքան դրանց բացահայտումները ավելի քիչ են, քան օրինակ, քանի նախարար, քանի հիմա արդեն էլի գործող նախարար, քանի պաշտոնյաներ, սկսած ստորին շերտերից վերցած բարձրագույն պաշտոնյաներով, քանի հոգի է քրեական գործերով անցնում։ Այդ տրամաբանությունը չի գործում, մենք չունենք նման մոտեցում յուրայիններին ամեն ինչ, ուրիշներին ոչինչ կամ հակառակը։ Փաստերն են ապացուցում հակառակը։ Մեր խնդիրը օրենքի առաջ բոլորի հավասարությունն է, եւ ես ուզում եմ այս հարթակիցել շեշտեմ, որ ես չեմ ուզում մենք նենց հասարակություն ունենանք, որ պաշտոնով, սքեմով, այլ դիրքով, ստատուսով, բարերարով փորձենք օրենքի առաջ պատասխանատվությունը տարբերակենք։ Դնենք այս մեկին այսքան պատիժ պետք է հասներ, այս մեկին այսքան պատիժ չպետք է հասներ։ Օրենքը կա, պատժամիջոցը կա, պատժամիջոցի չափերը որոշում է դատարանը, եւ մենք պետք է հասկանանք, որ մենք անհանդուրժող պետք է լինենք մարդկանց արտոնյալներ կարգելու մեր պետությունում։ Օրենքի առաջ պատասխանատու եմ ես, դուք եւ բոլորը։ Շատ լավ։ Այդ դեպքում ինչպես կբացատրեք այն հանգամանքը, որ այդ մարդիկ, որոնք ձերբակալվել են, բերման են ենթարկվել եւ այլն, ժամեր շարունակ հնարավորություն չեն ունեցել տեսակցել իրենց փաստաբաններին։
թեմի առաջնորդ, եթե չեմ սխալվում, ժամեր շարունակ պահվել է Երևան քաղաքի քննչական վարչությունում եւ ելի հնարավորություն չի ունեցել տեսակցել իր փաստաբաններին։ Դրա մասին նաեւ հայտարարություն է արել մարդու իրավունքների պաշտպանը եւ գտնելով այնտեղ իրավունքների խախտումներ։ Ինչու է այդպես։ Տպավորություն է, որ այն իրավական համակարգը, որը հիմա ստեղծվում, ձևավորվում եւ, չգիտեմ, ամրանում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության կառավարման շրջանում, սկսում է վերածնել այն բարի ավանդույթները, որոնք կային մինչև 2018 թվականը։ Ես մտահոգիչ չի սա ձեզ համար։ Մտահոգիչ կլինի, եթե ես փաստերին ծանոթանամ, նորից եմ կրկնում, ես այն պատասխանատու մարմինը չեմ, որ այդ հարցերին արձագանքեմ, թե ինչի են պահվել, ինչի չեն պահվել, տեղեկել չեմ դա այդպես է եղել, թե այդպես չի եղել։ Մարդու իրավունքների պաշտպանելը փաստել, որ այդպես է եղել։ Իմ խնդիրը հետեւյալն է, որ դուք փորձում եք մի շղարշով մի սպրոցի տակ նետել ամեն ինչ, ամբողջ իրավապահ գործունեությունը, այն դեպքում, երբ մենք ենք օրենքով բերել քննչական մարմինների, հակակոռուպցիոն կոմիտեի կամ այլ իրավապահ համակարգի տարեկան հաշվետվությունը ազգային ժողով եւ մեր տրված հարցերը այդ զեկույցների ընթացքում բազմիցս ապացուցել են, որ մենք երբեք թույլ չենք տալու նախկին բարքերի վերականգնումը։ Սկսած գիտեք, որ մենք ունենք падգամավորներ, որոնք օրը մի քանի անգամ խոսում են կալանքներից։ Որպես խափանման միջոց կալանքը խափանման միջոց կիրառելու, այլ ընտրանքային միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը եւ կալանքը խափանման միջոց չկիրառելու օրինակը։ Մեզնից շատերը բարձրաձայնում են ոստիկանական ուժերի վերաբերմունքը։ Ես անձամբ, երբ նախաձեռնություններ են գալիս օրինակ կառավարությունների աշխատավարձների բարձրացման կամ ատեստավորման հարցերի, մշտապես բարձրացրել եմ էթիկայի կանոնագրքերի հարցերը, որպեսզի մեր իրավապահ համակարգում լինեն էթիկապես պատրաստված ոստիկանական ուժեր, քննչական մարմնի դատախազության ներկայացուցիչներ, որովհետև առաջի օղակը քաղաքացու հետ շփվող նրանք են։ Եվ մենք այդ հարցերին մշտապես ենք անդրադարձել ու ոչ թե թիրախավորել, այլ քննադատել մեր կառավարության չէ, մեր իրավապահ համակարգի բարեփոխումների դանդաղությունը։ Շատ լավ, երբեք չի կարող աչք փակվել օրենքի կոպտագույն խախտումները, ծառայողական քննությունները մշտապես են եղել, շատ հաճախ են ոստիկանական ուժերում ծառայողական քննություններ տեղի ունենում դրվագներով, որոնք որ մատնանշում է թեկուզ ընդդիմությունը, եւ տենց մի շղարշով դատել, որ համակարգը դառնում է այնպեսին, ինչպեսին դա 18-ից առաջ էր, ես ուզում եմ թարմացնեմ մեր հիշողությունը, ինչպեսին էր 18-ից առաջ։ Ինչ քննություն, ինչ դատ, ինչ դատախազություն, ինչ դատավոր, ինչ սпасել կալանքի միջնորդության, մոռացել ենք երևի այդ ամեն ինչը։ Համեմատելու չի, հարցը նրա մասին է։ Այդ աստիճանի ծայրահեղություններ։ Ցանկացած համացություն կաղում է, դրա մասին չի խոսքը, բայց հարցը նրա մասին է, դուք ասում եք մենք սա ենք անում, մենք փորձում ենք, չգիտեմ, էթիկապես պատրաստված քննչական մարմիններ ունենալ եւ այլ, շատ լավ, սա էլ էին նախկինում, այս պատասխանը տալիս։ Իդեալական չի, խնդիրներ կա, իհարկե կա, բայց այդ խնդիրների մասին մենք ենք բարձրացնում ոչ թե ընդդիմությունը։ Այնուամենայնիվ, ձեր ասացներից հետո մենք ունենք այս պատկերը։ Կհամաձայնեք, որ հատկապես նման իրավիճակներում, երբ հասարակությունը, հանրությունը բավական զգայուն է այս քրեական գործերի վերաբերյալ, հանրության լայն շերտերին է դա վերաբերում, հավատքին է վերաբերում, չգիտեմ, քաղաքական աստառ է ստանում եւ այլ, տվյալ դեպքում քննչական մարմինները, իրավապահ համակարգը պետք է գործի շատ ավելի պրոֆեսիոնալ, քան սովորական իրավիճակներում, բայց մենք ունենք հակառակ պատկերը, որ այս իրավիճակում շատ ավելի ոչ պրոֆեսիոնալ է գործում, քան սովորական պայմաններում։ Ես չէի ասի, որ տարբերակվածություն ձեր ջանքերի արդյունավետության մասին։ Ես չէի ասի, որ տարբերակվածություն կարող եմ դնել, ես կարող եմ ասել, որ ամեն մեկը իր գործի պատասխանատուն է, ես այս պարագայում միայն կարող եմ իրականացնել խորհրդանական վերահսկողության շրջանակում մեր իրավապահ համակարգի գործընկերներին հարցումներ, եթե շեշտում եք, որ մարդու իրավունքների պաշտպանն է խախտումներ արձանագրել, ինքս կարող եմ այդ հարցերը բարձրաձայնել, բայց ինչ վերաբերվում է զգայունությանը, հարցի քաղաքական աստառ ստանալու կողմին, ես ուզում եմ մեր հանրությանը մեկ մեսիջ հղել, որ օրենք խախտելուց չեն ազատվում ընդդիմադիր գործիչները, չեն ազատվում իշխանական գործիչները, չեն ազատվում հոգևորականները, չեն ազատվում ցանկացած քաղաքացի։ Մենք պետք է այդ դասակարգումներին վերջ տանք։ Մենք պետք է
չնայենք մարդը մեր էմոցիաների հետ ինչի հետ է ասոցացվում կամ իր արտահայտությունը ինչի հետ է ասոցացվում։ Մենք պետք է խիստ նայենք, եթե ուզում ենք պետություն, պետականություն ու նորմալ իրավապահ համակարգ ունենանք, մենք պետք է հասկանանք օրենքի խախտում տեղի ունեցել է, թե ոչ, եւ դա կարող է միայն փաստել դատարանը։ Եվ եթե մենք ինստիտուտների նկատմամբ վստահությունը գցենք մի կողմ, փորձենք անընդհատ քաղաքականացնել ամեն ինչ եւ քաղաքական մեկնաբանություններով ու քաղաքական դիրքորոշումներով շղարշել ամեն ինչ, մենք չենք ունենալու երբեք անկախ դատական համակարգեր, չենք ունենալու ինքնավար մարմիններ։ Մենք անընդհատ փորձելու ենք ամեն ինչի տակ քաղաքականություն դնել։ Ես դատական համակարգին չէի ուզում անդրադառնալ կամ ամենավերջում, եթե ժամանակ լիներ, բայց քանի որ խոսեցիք դրա մասին, մենք ունենք անկախ դատական համակարգ։ Որոշ չափով այո, որոշ չափով ոչ։ Երբ երկրի վարչապետի հորդորով, հրահանգով, իշխանությունից կախված դատավոր չկա։ Երբ երկրի վարչապետի հորդորով, հրահանգով, չգիտեմ, SMS-ով, ինչպես ընդունված է ասել, աշխատանքից ազատվում է կամ աշխատանքից ազատվելու դիմում է գրում դատական համակարգի անկախությունը երաշխավորող մարմնի ղեկավարը, այդ դեպքում դուք կարծում եք կա Հայաստանում դատավոր, որ քաղաքական տրամադրություններին, այդ պահին դոմինանտ քաղաքական տրամադրություններին հակառակ գնա։ Այո, դա փաստում է։ Ախր դուք մի կողմը տեսնում եք, մյուս կողմը չեք տեսնում։ Ինչ գիտեք մշտապես ինչն է հետաքրքիր, ամբողջ հանրությունը, անգամ մեզ այդքան էլ մեզնից հիասթափված, մեզ չսիրող մարդիկ, մեզ մեղադրում են մի բանի մեջ։ Ինչի է Ռոբերտ Քոչյանը միջև հիմա ազատ, ինչի է Սերժ Սարգսյանը միջև հիմա ազատ։ Երեք այդ հարցը ես տվել եմ նաև իրավապաշտպանին, որ ասում էր, որ դատական համակարգը քաղաքական տրամադրությունների տակ է աշխատում։ Երկրորդ հարցը, եթե մեր տրամաբանությունը գործում է քաղաքական ընդդիմախոսներին բանտարկել, որպեսզի մեր ռեյտինգը բարձրանա կամ լրացնել, մենք առաջինը ըստ լոգիկայի այս 7 տարվա մեջ դա պետք է իրականացնենք։ Ու ընդհանրապես այն մարդիկ, ովքեր որ մեր քաղաքացիների աչքի առաջ կոռուպցիայի եւ պայտական պաշտոնական լիազորությունների վերազանցման օրինակներն են, քաղաքում ազատ պտտվում են։ Մեր հանրությունը անընդհատ մեղադրում է դրանում լրատվամիջոցների մեծամասնությունը եւ ընդդիմությունը մեզ մեղադրում է քաղաքական հետապնդումների մեջ։ Ուզում եմ այս պարադիգմը փորձել բերել հողի վրա իրականություն հասկանալ լավ ինչի է սենց։ Մենք միգուցե մի կողմից որ դատարանը որոշում է կայացնում կալանքի, ասում ենք այ մեզ ձեռնտու որոշում էր պետք է այս դատավորին ծափահարել, մյուս կողմից որ կալանքի չի տանում, կալանքի է տանում, ասում ենք չէ, վայ, դատավորը իշխանության կամակատարն է, իշխանության զանգերն է կատարում։ Այս տրամաբանությունը որն է, մի հատ 20 թվականից հետո հիշեք, ինչքան տարատեսակ գործեր գնացին դատարան ու դատանը որոշեց, որ չէ, դա խանցակազմ չկա։ Դատարանը որոշեց, որ մարդը կարող է տնային կալանքով կամ ընդհանրապես տուգանք մուծելով ազատվել մեզ կախելու կոչերից կամ նմանատիպ դրվագներին ինչի՞ չեք նայում, չեք մենակ մեկ օրինակի վրա կենտրոնում, որը ձեզ անձամբ չեմ նկատի ունենում, էլ ընդդիմությանը, ձեզ անձամբ դուրեկան չի։ Ախր շատ տարատեսակ են դատարանի որոշումները եւ անդադ ասել, որ մեկ հորդորով այո, որտեվ քաղաքական պատասխանատվությունը մենք ենք կրում, մեզ ժողովրդին ես չեմ կարողանում դա ոչ մի կերպ բացատրել, որ ես դատարանի վրա 0 ազդեցություն ունեմ ու չեմ էլ ուզում ունենալ ու դու ժողովուրդն էլ պետքա չուզենա ունենալ, որտեվ 10 թվին եկել է արդար դատական համակարգի հետևից, ոչ թե X մարդկանց դատարաններում։ Ինչի են ուշադրություն դարձնում տվյալ գործերին, որոնք ունեն բարձր զգայունություն իրեն շուրջ, որովհետև դատական համակարգը կարող է 80 կամ 90% գործերում որոնք շատ կենցաղային են շատ հաճախ, որոնք վերաբերում են քաղաքական շրջանակներին եւ այլ, կայացնել աբսոլյուտ իդեալական, այսպես արդար որոշումներ, բայց երբ 10% գործերում, որոնք ունեն քաղաքական լիցք, քաղաքական աստար, քաղաքական որոշակի էլեմենտներ իրենց մեջ պարունակում են եւ այստեղ կայացնում է որոշումներ, որոնք կասկածներ են առաջացնում, սրանք են ինդիկատոր, դատական համակարգը անկախ է թե ոչ։ Ես ձեր այդ համակարծիք չեմ լինի, ասեմ ինչի, որտեվ այդ աղմուկը ու այդ զգայունությունը ստեղծում է դատավարական կողմը, մի կողմը, որը երբեք գոհ չի լինում մյուս կողմից։ Երբ դա քաղաքական ընդդիմադիր գործիչները իրավապաշտպանների մեծ մասն էլ ունի քաղաքական դիրքորոշում եւ այդ քաղաքական դիրքորոշումներում մի բանի վրա աչք կփակեն, մյուս բանի վրա ոչ։ Ես ուզում եմ տեսնել այն ընդդիմադիր գործիչներին կամ այն իրավապաշտպաններին, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ, որոնք ռազմական հեղաշրջման կոչը արդարացնում են։
Ես նորմալ իրավապաշտպան չեմ տեսել, որ արդարացնում է։ Ոնց որ ձեր եթերում արդարացնում էին։ Կամ դրա տակ տեսնում էին դրա տակ տեսնում էին քաղաքական նկատառումներ։ Իրավապաշտպան մեր եթերում։ Այո։ Կոնկրետ դրվագները Բագրատ arczepiskopos-ի եւ Աճապահյանի հիմնականում մեկնաբանվում էին, որպես ես գնացի հետ դեպի ռազմական հեղաշրջման։ Ես գնացի հետ դեպի գլխավոր շտաբի հայտարարությունը 2020 թվականի պատերազմից հետո։ Շատ լավ։ Այդ հարցերին կարող ենք անդրադառնալ երկար խոսել։ Իմ խնդիրը այն է, որ մարդիկ միշտ աղմուկը ավելի շատ են ստեղծում, այն մարդիկ, ովքեր ռեսուրս ունեն, այն մարդիկ, ովքեր շատ մեծ մեդիայի են տիրապետում են, մարդիկ, ովքեր կարող են Facebook-յան բանակներ ստեղծել գրոհելու համար, այդ մարդկանց աղմուկը, իրենք իրականում մարգինալ են, ավելի քիչ են կազմով, բայց իրենց աղմուկը տպավորություն է ստեղծում, որ դա հասարակության կարծիքն է։ Տեսեք, այդ ամենը նաև խոսում է նրա մասին, որ պետական ինստիտուտները տվյալ դեպքում նաև դատական համակարգը ունեն ցածր լեգիտիմություն եւ ցածր վստահություն, դրա համար կայացած ցածր լեգիտիմությանը ուղղված կոչեր են դրանք։ Դրա համար կայացած որոշումները նաև կասկածներ են առաջացնում։ Երբ մարդը ձերբակալվում է, նրանից հետո երբ հայտարարում է մեր ձևով կմիջամտենք եկեղեցի պետությունից հակասություններին կամ հակամարտությանը, ցանկացած մարդու մոտ է հարց առաջացնում։ Լավ, անկախ նրանից ես ինչպես եմ վերաբերում այդ մարդուն, անձնապես կարող է շատ վատ վերաբերեմ, կարող է շատ լավ վերաբերեմ, բայց ինչ է ասել է մեր ձևով կմիջամտենք։ Երբ քաղաքական գործիչները չկարողանան քաղաքական գործընթացներով լուծել այս հարցը, այո, մեր ձևով կմիջամտենք։ Ինչն է խնդիրը այդ հարցի պատասխանը տվողը, որ ասեմ մեր ձևովը ինչ նկատի ուներ, ինքն է եւ դատարանը։ Շատ լավ։ Ես Դատարանը գտել է, որ պետք է իրեն ազատազրկել եւ 3 թե 2 անգամ արդեն երկարաձգել այդ մարդու կալանավորման ժամկետը։ Մի անգամ կարծեմ երկարաձգել է 30 օրով 3։ Այ դրանից առաջ էլ մի անգամ երկարաձգել, եթե չեմ սխալվում, բայց էական չի։ Երկարաձգել է։ Բայց ես իմ կարծիքը ոնց կարող եմ ասել իրավական գործընթացի վերաբերյալ հարց է առաջանում։ Այս հայտարարության ենթատեքստը ո՞րն է կամ ինչպես է իրավական համակարգը թարգմանել այս հայտարարությունը, որ դրա մեջ տեսել է իշխանության զավթման կոչ։ Արշալույս ջան, դատավարական գործընթացները բաց են լինելու, լրագրողներին հնարավորություն է տրվելու։ Ես իրավապահ համակարգի ներկայացուցիչ չեմ, դա կարողանամ մեկնաբանել, եւ որ մեկնաբանում են քաղաքական գործ, քաղաքական աստառ են տալիս։ Քաղաքական իշխանության ներկայացուցիչ Տիկին Մինասյան, այդ մարդուն ձերբակալելու ընթացքում վարչապետ պարոն Փաշինյանը բարբերաբար Facebook-յան post-եր էր գրում եւ կարծես շատերի մոտ այդ կասկածներ ստեղծվել, որ կամ տպավորությունը, որ on-line հրահանգներ էին տրվում, թե ինչ անեն իրավապահները, իր ենթակամարմնին, իր ենթակամարմնին։ Եթե տենց ենք դիտում, ԱԱԾ, այո, իր ենթակամարմնին։ Այո։ Այսինքն, եթե լոգիկայով ենք դատում, վարչապետը իրավասություն ունի իր ենթակամարմիններին հրահանգներ տալու, բայց ոչ թե քաղաքական հետապնդումներ իրականացնելու, բացատրեմ ինչի։ Այս դեպքում Սամվել Կարապետյանը քաղաքական գործիչ չի։ Չէ՞։ Այո։ Ու քաղաքական գործունեությամբ չի կարող զբաղվել։ Այդ ժամանակ քաղաքական գործիչ չէ։ Հիմա էլ պարոն Կարապետյանը երկքաղաքացի է եւ չի կարող զբաղեցնել Հայաստանի Հանրապետությունում։ Կարող է լինել քաղաքական գործիչ, բայց չի կարող զբաղեցնել պաշտոն դրա մասին։ Այդ քաղաքական գործիչ լինել ու չզբաղեցնել պաշտոն մի տեսակ չեմ պատկերացնում։ Ինչ գաղափարական առաջնորդ ոնց որ իրանք են ասում, որ պաշտոն չեն զբաղեցնում։ Բայց ձգտում են քաղաքական ուժերը միշտ ձգտում են գալ իշխանության եւ զբաղեցնել պաշտոններ։ Այստեղ բացառում ենք, որ կարող քաղաքական հետապնդում լինի, բայց մեկ կարևոր քաղաքական դիտարկում անեմ։ Սամվել Կարապետյանը նմանատիպ արտահայտություն կարող էր անել իր բնակության վայրում մշտական կամ նմանատիպ վերաբերմունք իրավապահ համակարգի նկատմամբ կարող էր ունենալ։ Օրինակ Ռուսաստանի Դաշնությունում Սամվել Կարապետյանի տուն այցելում են օրինակ FSB աշխատակիցներ եւ Սամվել Կարապետյանը դուրս է գալիս եւ շրջապատված իր բարեկամներով եւ անվտանգության աշխատակիցներով պատտվում ասում է դրանց լավ դաս կտակ։ Այդ որ երազում կարող էինք մենք տենց բան դաս պատկերացնել։ Իսկապես չէր կարող անել։ Դրա մասին երկրորդ կարծիք չի կարող լինել։ Հարց կա։ Բայց այդ մարդը գտնվել է Հայաստանի Հանրապետությունում։ Եվ ունի Հայաստանի Հանրապետության ազգանիշ։ Քաղաքական տրամաբանությունն եմ ուզում այս ամեն ինչի մեջ բացատրել, որտեղ իրավականը իմ դիրույթը չի, քաղաքականը։ Ես դրամա քաղաքական հարցն եմ տալիս, այո։ Մարդը, երբ որ քաղաքական գործունեությամբ չի զբաղվում ու չի կարող զբաղվել, գալիս է Հայաստանի Հանրապետություն ու մշտապես չգիտես ինչի միլիարդատերերը Ռուսաստանի Դաշնությունից են գալիս Հայաստանի Հանրապետություն։ Փորձում է
մեկնաբանել իր ձևով քաղաքական գործիչները երբ չկարողանան քաղաքական առումով լուծեն այս հարցը, ես իմ ձևով կմեջամտեմ։ Ով ես դու, որ քո ձևով միջամտես։ Դա քաղաքական գործընթացների մեջ շատ լեգիտիմ հարց է, երբ տալիս է քաղաքական գործիչը։ Քաղաքական գործընթացների մեջ, երբ դու քաղաքական գործիչ ես ու չես ուզում քաղաքական գործիքակազմից օգտվես։ Միանշանակ դա լեգիտիմ հարց է։ Բերեցինք հասցրեցինք նրան, ի նկատի ունեմ քաղաքական խառնվեն դրան։ Ես չեմ դրա պատասխանատուն, ես չեմ կարող հիմա մեկնաբանություն տալ, դուք ինձ ստիպում եք ես հետո որ ինչ որ մեկնաբանություն տամ, ասեն այ ուղղորդում են իրավապահներին։ Չեմ կարող ես հասկանալ դա իրավական գործընթաց։ Ես ուզում եմ դուք գնահատական տաք։ Ես գնահատական տալիս եմ, ասում եմ իրավական գործընթացը իրավապահները կպարզեն։ Ես որպես իշխանության ներկայացուցիչ պարտավոր եմ սպասել դատարանի որոշմանը։ Ես կարող եմ սրա քաղաքական կողմը նայել։ Եվ քաղաքական կողմը մեկնաբանեցի, ես չեմ ուզում մեր պետությունում լինի դա միլիարդատեր, բարերար, սքեմավոր, հոգևոր որևիցե մեկը, որը պետության նկատմամբ ունենա նմանատիպ վերաբերմունք։ Պետության նկատմամբ վերաբերմունքի մասին ենք խոսում, ոչ թե իշխանության, ոչ թե ընդդիմության, ու չպետք է վերդասեն մարդիկ իրենց, ինչքան էլ իրենց ստատուսը միլիարդները ավելի շատ լինեն, չպետք է վերդասեն իրենց պետական ապարատից ու պետական համակարգից։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Սիվիլետ տաղավարում ես զրուցեցի Լիլիթ Մինասյանի հետ։ Առողջ եղեք, կհանդիպենք։